Արդեն մեկ շաբաթ է փակ է, մենք գիտենք, որ այստեղ նաև զբոսաշրջիկներ են գալիս, հա տուրեր են լինում, նախապես գրանցվում են, ոնց է այստեղ գալը եւ ինչ կասեք դրանով, դուժում է Շատ ատուժում, որովհետև երկու շաբթի օրվանից բավականին մեծ խմբեր ենք ունեցել գրանցված ու քանի որ մենք էլ այստեղ չենք եղել աշխատանքի, անգամ չենք կարողացել ասել, որ գործարանը փակ է ու չենք կարող էքսկուրսիա անցկացնել։ Խոսքը չի գնում 5-10 հոգու մասին, մոտավորապես 80-100 հոգանոց խմբերի մասին եմ խոսում, որովհետև ինչպես գիտեք, զբոսաշրջության համար հիմա բարձր սեզոն է համարվում Հայաստանը ու տենց մեծ կորուստներ է ունենում ոչ միայն գործարանը, այլ նաև պետությունը, որովհետև մենք նորմալ հարկերով ու ամեն ինչով աշխատում ենք, ամբողջ գործարանն է այդպես աշխատում, ես իմ բաժնի մասին խոսամ, էքսկուրսիաները նույնպես, ՀԴՄ-ներով եւ ամեն ինչով, եւ դրանից կորուստ է ունենում ոչ միայն գործարանը, այլ նաեւ մեր պետությունը, ու տենց ոնց որ ստացվում անենց վանում ենք մեր զբոսաշրջիկներին, ամեն անգամ իրանց մերժելով, գործնական հեռախոսը իմ մոտ է, եթե ձեզ ցույց տամ ինչքան զանգեր ա մեզ եկել տուրիստներից, խնդրանքներով, որ գոնե իրանց համար բացենք գործարանը, բայց քանի որ մենք էլ ենք հարկադիր արձակուրդի գնացել, ես իրանց բոլորին մերժել եմ ստիպված։ Հետո չգիտեմ ոնց է լինելու այդքանի նորից ներգրավելու գործարանում։ Բացասական ազդեցություն են ոչ միայն գործանի, այլև երկրի վրա։ Իհարկե, բայց զբոսաշրջություն ենք զարգացնում Հայաստանում, այդպես չենք զարգացնում։ Այսինքն պետք է այնպես անենք, որ զբոսաշրջիկը մաքսիմալ իրան կոմֆորտ զգա այստեղ։ Ու հավատացեք, այս ընթացքում, որ շփվում ենք տարբեր տուրիստների, զբոսաշրջիկների հետ, ովքեր մեզ ընկերներ են դարձել, շփում ունենք, իրենք շատ ցավով են արձագանքում այս փաստին, շատ են տխրում, որ առաջինը մեր սեփականատիրոջ ազատությունն է հիմա խաթարված ու բացի այդ մեր աշխատանքն է խաթարված։ Իրանք շատ ցավով են նշում այդ մասին, բազմաթիվ զանգեր, նամակներ ենք ստանում ու այս միայն մեր հայ ազգի ու մեր քաղաքացու խնդիրը չէ։ Դրա մասին ցավով են նշում նաև երկրում բնակվող մեր ընկերները, զբոսաշրջիկները, հայրենակիցները ու դրա մասին արձագանքում են։ Դա կախված է սեզոնից, ամռան ամիսների Եվրոպայից, Ամերիկայից, մեր հայերը, եվրոպացիները, ամերիկացիները, ռուսները, տարբեր ազգի ներկայացուցիչներ ու մեր աշխատանքը սիրված է եղել միշտ ու ցավում եմ, որ հիմա այսպիսի վիճակում ենք, չենք աշխատում ու չենք կարողանում ապահովել զբոսաշրջության մեր ծառայությունը մեր երկրին ու մեր զբոսաշրջիկներին, ցավում ենք շատ։